Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ Պարսից ծոցի գոտում ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մասշտաբի լուրջ բացասական հետևանքների, այդ թվում էներգետիկայի, առևտրի եւ լոգիստիկայի ոլորտներում։ Կողմերն անդրադարձել են նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին համապատասխան բանակցային գործընթացի անցկացման աջակցելու անփոփոխ պատրաստակամության համար։ Հաշվի առնելով Սև ծովում Ռուսաստանին եւ Թուրքիային կապող գազատրանսպորտային ենթակառուցվածքներին ու առևտրային նավերին Կիևի հարվածներ հասցնելու փորձերը ընդգծվել է Սև ծովյան տարածքում անվտանգության համալիր ապահովման նպատակով համակարգված միջոցառումների կարևորությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պատերազմի թեժ փուլը կանգնեցնելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնբասից։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան դրա համար վերջնաժամկետ չի ներկայացրել Ուկրաինային։ Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվան վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինային Դոնբասից հետ քաշվելու համար։ Նա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմն էլ պատրաստ են ճնշում գործադրել Կիևի վրա գնալու տարածքային զիջումների։ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին ռազմական բյուջեի կտրուկ աճի առաջարկով, որպեսզի ֆինանսավորի զենքի գնումները, բանակի արդիականացումը եւ Իրանի հետ պատերազմը։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները հեղումանելով Սպիտակ տանը։ Վարչակազմի հարցումը Պենտագոնի 2027 թվականի բյուջեի համար կազմում է $1.5 տրիլիոն, ինչը մոտ 1.5 անգամ ավելի է ներկայիս տարվա համեմատ շուրջ 500 միլիարդով, հայտնում է Bloomberg-ը։ Նախագահ Թրամփը խոստացել էր վերականգնել ներդրումները Ամերիկայի ազգային անվտանգության ենթակառուցվածքներում եւ կրկին անվտանգ դարձնել մեր երկիրը վտանգավոր աշխարհում։ 2027 թվականի բյուջեն իրականացնում է այդ խոստումը եւ երաշխավորում է, որ ԱՄՆ-ն կպահպանի աշխարհի ամենահզոր բանակը, հայտարարել է Սպիտակ տան բյուջետային վարչության տնօրեն Ռասել Վոլտը, մեկնաբանելով կոնգրես ներկայացված փաստաթուղթը։ Իրանի սպառնալիքներից հետո Թբիլիսին կոշտ հայտարարություն է արել։ Վրաստանի իշխանությունները կոշտ են արձագանքել Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանիի հայտարարությանը, ով սպառնացել էր այն երկրներին, որոնք ԱՄՆ-ին տրամադրում են ռազմաբազաներ կամ օդային տարածք, նշելով վաղ թե ուշ նրանք կվճարեն դրա համար։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Խորհրդանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է. Վրաստանը այն հարթակը չէ, որտեղ այլ երկրներ կարող են միմյանց միջև հարաբերություններ պարզել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հարաբերությունները լարվել են։ Երկու երկրների առաջնորդները քննադատական խոսքեր են հնչեցնում միմյանց հասցեին։ Մակրոնը հայտարարել է, թե չի ցանկանում լինել ԱՄՆ-ի վասալը։ Նա առաջարկել է կոալիցիա ստեղծել եվրոպական երկրների, ինչպես նաեւ Բրազիլիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Ավստրալիայի հետ։ Արտակարգ եւ ողբերգական դեպք է տեղի ունեցել Բրազիլիայում։ Փոքր ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի, ինչի հետևանքով պայթյուն եւ հրդեհ է բռնկվել։ Օդաչուն եւ ինքնաթիռում գտնվող 3 ուղևորները զոհվել են։ Երիտասարդ գերմանացիները այլևս չեն կարողանա լքել Գերմանիան առանց հատուկ թույլտվության, հաղորդում է Berliner Zeitung-ը։ 17-ից 45 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է թույլտվություն ստանան, եթե պլանավորում են լքել Գերմանիան 3 ամսից ավելի ժամկետով։ Պակիստանը նախատեսում է մինչև ապրիլի վերջը մարել Արաբական Միացյալ Էմիրություններին 2-ից 3.5 միլիարդ դոլարի պարտքը։ Ըստ տեղեկությունների, Արաբական Միացյալ Էմիրությունները պնդել է մարման համար տարածաշրջանային լարվածության ֆոնին։